Գինյոլյան ինձ հետաքրքրում է տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ ձեր պատկերացումները։ Կրկնեմ հարցս, չտեսեցիք, տարածքների համաչափ զարգացման վերաբերյալ ձեր պատկերացումները։ Երկրորդ հարցը Սևանա լճի էկոհամակարգի վերաբերյալ ձեր պատկերացումները։ Երրորդ հարցը հանքարդյունաբերության եւ շրջակա միջավայրի պահպանության հաճախ հակասությունների վերաբերյալ ձեր պատկերացումները եւ քանի որ նաեւ գյուղատնտեսությունից խոսեցիք, որը չնայած այլևս հանձնաժողովի տիրույթում չէ, բայց իհարկե կարեւոր է, դուք կարեւորեցիք, այդ իմաստով կոնկրետ ինչ առաջարկ ունեք գյուղատնտեսության զարգացման, ինչ տեսլական ունեք եւ սուբվենցիոն ծրագրերի մասին շատ ասացիք, ինձ հետաքրքրում է ձեր մոտեցումը եւ ձեր առաջարկները ոչ թե սուբվենցիոն ծրագրերի կոնկրետ իմաստով, այլ համայնքի լրացուցիչ հնարավորությունների իմաստով, մանավանդ որ նշեցիք, որ գտնում եք, որ երկրորդային հումքային շուկայի երկրորդային վերամշակումը շատ կարևորում եք, ես էլ եմ շատ կարևորում, բայց ինձ հետաքրքիր է արդյոք լինելով համայնքում եւ ղեկավար աշխատանքի որևէ առաջարկ մշակել եք, ասենք Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատին, որևէ առաջարկ արել է, որ համայնքը օրինակ ի վիճակի է կազմակերպելու այդպիսի փոքր արտադրություն եւ մերժվել է կամ դրական ակնկալիքներ են եղել։ Եղել է նման առաջարկ եւ դուք գտնում եք, որ ճիշտ կլինի, որ նաեւ նախաձեռնողական քաղաքականություն ունենան համայնքները։ Շնորհակալ եմ։ Շնորհակալություն, հարցերը բավականին բազմազան էին, փորձեմ տեղավորվել կամ արձագանքի ժամանակ կասեմ։ Հանքարդյունաբերության մասով ասեմ, որ այն համայնքը, որտեղ ես աշխատել եմ, հիմնական տնտեսական զարգացման ուղղությունը զբոսաշրջությունն է եղել, մենք հանքարդյունաբերության մասով չենք ունեցել որևէ նախաձեռնություն, բայց ինքս շատ տարբեր հարթակներում բարձրաձայնել եմ սոցիալական պատասխանատվության մասին, որ համայնքները պետք է ունենան այդ հնարավորությունները, որպես ազդագիր համայնքներ շատ ավելի բաց, թափանցիկ սոցիալական պատասխանատվության փաթեթներից օգտվելու հնարավորությունների տեսանկյունից։ Գյուղատնտեսության զարգացման մասով Ուժեղ Հայաստանը հրաշալի գաղափար առաջարկեց նախընտրական շրջանում եւ պետք է ասեմ, որ տարբեր հանդիպումների ժամանակ, երբ որ մենք գյուղական բնակավայրեր էինք այցելում, խոսում էինք մեր բնակիչների հետ, մթերման կայանների գաղափարը, որ պետությունը կարող է միջնորդ հանդիսանալ արտադրողի եւ որպես սպառողի միջև եւ այդ հնարավորությունը ստեղծի համայնքներում, սա բացառիկ դրական փոփոխություն կարող է բերել մեր համայնքներում իր սառնաանային տնտեսությամբ, ավտոպարկով, որովհետև որևէ մեկի համար գաղտնիք չէ, որ գյուղատնտեսության մեջ գյուղատնտեսական սարքավորումների հագեցվածությունը կամ կորուստը, որը բավականին լուրջ վնասներ է հասցնում փոքր տնտեսություն ունեցողներին, իհարկե այս մասով կան հրաշալի գաղափարներ եւ մենք այս մասին խոսելու ենք որպես նախաձեռնություն, նաեւ փորձելու ենք այդ առաջարկը բերել եւ հույս ունեմ, որ դա կընդունվի եւ մենք տարբեր համայնքներում պիլոտային այս նախաձեռնությունը որպես արդյունավետ ծրագիր կարող ենք իրականացնել։ Համայնքների համաչափ զարգացման տեսանկյունից ցավում եմ, որ մենք մեր համայնքներում ունենալով տնտեսական զարգացման պատասխանատուներ, որևէ նախաձեռնություն չի իրականացվել անցնող տարիների ընթացքում այդ ինստիտուտը զարգացնելու եւ պատասխանատուների մասնագիտական կարողությունները զարգացնելու համար, որովհետեւ մեր համայնքները կարող են մշակել իրենց տնտեսական զարգացման ռազմավարության փաստաթղթերը, քանի որ Հայաստանում համայնքները տարբեր տնտեսական պոտենցիալ ունեն եւ չենք կարող մի նախաձեռնությունը բոլոր համայնքներում իրականացնել եւ հետեւաբար նաեւ այդ առաջարկն ենք իրականացրել ժամանակի ընթացքում, ես ինքս մասնակցել եմ այդ գործընթացին, որ համայնքները պետք է տեղական տնտեսական զարգացման ծրագրեր իրականացնեն եւ լրացուցիչ սուբվենցիոն ծրագրերից զատ նաեւ պիտի լինեն առանձին դրամաշնորհային ծրագրեր եւ պետությունը պիտի այդ գործիքակազմը տա համայնքներին, որպեսզի կարողանան համաչափ զարգացման գործընթացը ապահովեն։ Արձագանք։ Ես Սևանա լճի էկոհամակարգի մասին ձեզ հարցրեցի, անպայման խոսեք ձեր պատկերացումները, ինչպես եք պատկերացնում, որ մենք կարողանանք պահպանել այդ հրաշալիքը։ Բնականաբար ցանկացած Խնդրում եմ թողեք ավարտեմ։ Ինչպես։ Ավարտեմ, ես ավարտեմ, նոր կպատասխանեք, լավ։
Եվ նաև գյուղատնտեսության զարգացման ձեր տեսլականը մթերման կայաններով բավարար եք համարում, թե չէ, որովհետև ի վերջո շատ համայնքներում կան պահածոների գործարաններ եւ չի ասի, որ գյուղացիները շատ ակտիվ են աշխատում այդ մթերման կայանների հետ, նույն պահածանոյի գործարանի հետ, ինչ իմաստով, որովհետև շատ գյուղատնտեսական շատ տնտեսություններ ինքնաբավ են եւ այդպես չի, որ իրենք շատ ցանկություն ունեն հանձնելու մթերքը, շատ դեպքերում մենք կարծում եմ, որ պետք է իրենցից մենք ուսուցանենք ինտենսիվ գյուղատնտեսության, ինտենսիվ այգեգործության, կաթիլային ռոռոկման համակարգերի մասին, քան հենց մթերելու վերաբերյալ։ Ինչ կարծիք եք այդ հարցերի վերաբերյալ։ Տիկին Յոլյան, մի վարքյան, հարգելի գործընկերներ, թե մեր խմբակցության, թե ընդդիմադիր երկու խմբակցությունների, խնդրում եմ այս խոսակցությունները դադարեցրեք, անկեղծ հարց տվողի ձայնը շատ դեպքերում ուղղակի չի լսվում։ Վստահ եմ, օրենսդրական նախաձեռնություններ եք քննարկում ու պատրաստում բուռն օրենսդրական գործունեության, բայց դադարեցրեք։ Խնդրեմ, Տիկին Յոլյան։ Ես մի քիչ առաջ էլ ասացի, որ քանի որ մեր համայնքները ունեն տարբեր տնտեսական պոտենցիալ եւ հնարավորություններ, պետք է այս ամեն ինչը գնահատել համաչափ զարգացման տեսանկյունից եւ առաջարկել գործիքակազմ։ Մենք համայնքներ ունենք, որ այո, ամբողջովին հանքարդյունաբերության տնտեսությունը հիմնված է հանքարդյունաբերության վրա եւ այնտեղ գործարկել գյուղատնտեսությունը գուցե եւ մարդիկ հետաքրքրված չլինեն, որովհետեւ զբաղվածության աշխատաշուկայի տեսանկյունից իրենք ունեն աշխատանք հանքարդյունաբերության ոլորտում, բայց պարենի արտադրության տեսանկյունից եւ երկրի ռազմավարական անվտանգության տեսանկյունից մենք պետք է շատ կարեւոր շեշտադրումներ անենք այն համայնքներում, որտեղ ոչ միայն մարդկային եւ տնտեսական այդ պոտենցիալն է առկա, այլ նաեւ ազգային անվտանգության, պարենային անվտանգության հարցերը փորձենք այս միջոցով լուծել։ Ինչ վերաբերում է բնակիչների ցածր հետաքրքրվածությունը, ես ասեմ, որ իմ աշխատանքային գործունեության ընթացքում աշխատելով Հայաստանի գրեթե բոլոր համայնքներում, երբ որ համայնքի բնակչին տալիս ես որևէ գործիքակազմ, ցանկացած օրինակ կաթիլային ռոռոկման համակարգ ես տալիս, պտղատու ծառեր ես տալիս այգիներ հիմնելուց, ես չեմ տեսել այդպիսի մի նախադեպ, որ որևէ մեկը չցանկանա, այլ բան է, որ փորձի։ Ավարտեք, Տիկին Յոլյան։ Շնորհակալություն։ Գեղամ Մանուկյան։ Տիկին Յոլյան, շատ ուրախ եմ ձեր թեկնածությունը, որ առաջադրել են։ Այս դահլիճում ամենաերկարը երևի ես եմ ձեզ ճանաչում, 15 տարուց ավել եւ հպարտ եմ, որ ձեր նման պրոֆեսիոնալ համարձակ Սյունեցի լրագրողը համագործակցել է իմ հարազատ երկիր մեդիայի հետ։ Ազգային ժողովին տեղեկացնեմ, որ այդ ժամանակ շատ դժվար էր տարիներ առաջ, հիմա էլ ավելի դժվար, հիմա որտեղ մամուլը այն ճնշումները որ կան ուրիշ բան է։ Մարզային թղթակիցների գործը ահավոր դժվար էր, հատկապես Գորիսում։ Իրինա Յոլյանը այդ ամբողջ տարիներին տեղական իշխանության բոլոր անօրինականությունները, բոլոր խնդիրների մասին համարձակ անվախ խոսել է, ցավոք սրտի ի տարբերություն որոշ զինվորականների, որ ուրացան ամեն ինչ։ Տիկին Յոլյան, մի քանի օր առաջ պատգամավորներից մեկը ասում էր Գորիսի օրն էր, գնացի հպարտությամբ, այդ ինչ ծաղկուն քաղաք է, բռնեցի այն մտքի վրա, որ իմ ամենասիրելի քաղաքներից մեկն է։ Իրոք ամեն անգամ Գորիս գնալուց, ամեն անգամ նոր բան տեսնելուց ուրախանում ես։ Բայց ամեն անգամ Գորիս գնում ես, ոնց որ թևդ կտրած մարդ գնաս, որտեղ դու Գորիս գնում ես ու հանդիպում ես այն պատին։ Դու այլևս զրկված ես 30 տարվա բերկրանքից, հաճույքից Գորիսով անցնել, հասնել մինչև Ստեփանակերտ։ Որպես այդ ժամանակ Գորիսի փոխհամայնքապետ։ Կպատմեք 20 թվականի դեկտեմբերին ոնց գաղտագողի առանց սահմանազատման, առանց սահմանագծման, առանց այս օրերի Նիկոլ Փաշինյանը 74-78 թվականի քարտեզներ հիշատակում, GPS-ով կտրեցին Գորիս Կապան ճանապարհը, որ առնվազն խորհրդարան նոր եկած ԿՊ պատգամավորները մի հատ այդ ամբողջը լսեն, թե ոնց եղավ այդ ամեն ինչը։ Պարոն Մանուկյան, նախ շատ շնորհակալ եմ դրական կարծիքի համար
ինչ վերաբերվում էր մի քանի օր առաջ ինձ տրված հարցադրմանը, թե արդյոք տեսել եք, ճիշտն ասած ես էլ զարմանքով այսպես լսեցի, տպավորությունը այնպեսին էր, որ ես այնտեղ չեմ ապրել, այդ ամեն ինչին չեմ մասնակցել ու ինձ այդպես արտառոց հարց են տալիս։ Ինչ վերաբերում է, թե ինչա տեղի ունեցել պատերազմից հետո, ես պատահական չասեցի, որ իմ կյանքի սահմանագիծը պատերազմն է ու պատերազմից առաջ ուրիշ վերաբերմունք ունեի, պատերազմից հետո ուրիշ վերաբերմունք ունեմ։ Ինչպես որ նախկինների օրոք, այնպես էլ հիմա որևէ կերպ կաշկանդված չեմ եղել եւ կաշկանդված չեմ խոսել ձախողումների մասին եւ խոսել այն խայտառակ քաղաքական գործընթացների մասին, որը տեղի է ունեցել այդ ժամանակ։ Այդ ժամանակ էլ եմ բարձրաձայնել հատկապես Գորիս-Կապան ճանապարհի փակվելու ժամանակ, երբ որ արդեն առաջին հենակետը Ադրբեջանի կար, ես բոլոր այն փաստաթղթերը, կադաստրի թուղթը, որ 1964 թվականին Խորհրդային Հայաստանի մինիստրների խորհուրդը ուներ որոշում այդ ճանապարհը կառուցելու, եւ դա այսպես ասած այն փաստաթուղթն էր, որով պետք է բանակցություններ լիներ, ամեն ինչ արվեր, որպեսզի այդ ճանապարհը մնար բաց, որովհետև իսկապես բոլոր իմաստներով Գորիսը իզոլացվեց, փակվեց Ստեփանակերտ Գորիս ճանապարհը, փակվեց Գորիս-Կապան ճանապարհը, հիմա միջպետական ճանապարհը շրջանցում է Գորիս քաղաքը եւ այո, հատուկ քաղաքի կարգավիճակ պիտի լինի, որպեսզի Գորիսում ապրող մարդիկ իրենց թիկունքը ամուր զգան եւ այդ բոլոր խնդիրների մասին, ինչ որ դուք նշեցիք, ժամանակին բարձրաձայնել եմ։ Ցավոք ունենք այն իրավիճակը, որը ունենք այսօր։ Դրա համար ասում եմ, ինչպես նախկինում, այնպես էլ հիմա ասում եմ, որ այդ աղետաբեր գործընթացը բերեց նրան, որ մենք կորցրեցինք Արցախը, որ մենք ունեցանք հազարավոր զոհեր, որ մեր սուվերեն տարածքում արդեն 6 տարի շարունակում են Ադրբեջանի զինված ուժերը վերահսկել մեր սուվերեն տարածքը եւ խոչընդոտել, վերահսկողությամբ խոչընդոտել, որպեսզի մեր գյուղացիական տնտեսություն վարողները կարողանան անկաշկանդ գյուղատնտեսական նշանակությամբ աշխատանքներով զբաղվել եւ նաեւ դա է պատճառը, որ վստահ եմ, որ Հայաստանում պետք է իշխանափոխություն տեղի ունենա եւ Հայաստանը կառավարի այն մարդը, այս դեպքում պիտի ասեմ, որ պարոն Սամվել Կարապետյանը, ով կարող է Հայաստանը տանել զարգացման ճանապարհով։ Արձագանք։ Գիտեք, Աննա Գրիգորյանի հետ մոտ 8 ամիս Խաչաձև տարբեր գերատեսչություններ հարցումների արդյունքում գլխավոր շտաբից ստացանք վերջապես բացահայտումը, թե ոնց է հանձնվել այդ ճանապարհը։ Այդ զինվորականին ոնց որ ծառայությունից հեռացրեցին։ Իդեպ այս ամբողջ ծրագրի մեջ կառավարության Հայաստանի տարածքային ամբողջականության վերականգնում չկա։ Եվ որպես գորիսեցի հիմա մոռացել եմ, որ տեղ գյուղի հատվածում ադրբեջանցիները Հայաստանի սուվերեն տարածք առաջ են եկել։ Շատ հետաքրքիր բանավեճ ունեցաք կամ զրույց ունեցաք Տիկին Բատոյանի հետ, հատուկ նշելով, շեշտելով հասարակական կազմակերպությունների երկակի ստանդարտները։ Տիկին Բատոյան, հատկապես ձեզ, իմ ելույթում անդրադառնալու եմ մի սահմռկեցուցիչ պատմության հետ, թե կանանց նկատմամբ ինչպիսի վրեժխնդրություն է եղել երեկ Նիկոլ Փաշինյանի դատական համակարգին ուղղված ուղիղ ցուցումի, Հայաստանի պատմության մեջ կանանց խոշտանգման աննախադեպ ելույթի ժամանակ։ Շնորհակալ եմ Տիկին Յուլիան։ Արձագանքեք Տիկին Յուլիան։ Հարցադրումը ուղղակի Շատ լավ, արձագանք չունեք,